մասնակցություն ունենալ արդեն խորհրդարանում եւ նաեւ արտախորհրդարանական գործընթացներում համազգային այդ օրակարգը ձևավորելու, որի մեջ բնականաբար մտնում են նաև այդ բարեփոխումները, տնտեսական քաղաքականության փոփոխությունը, կառավարության նոր ծրագրի հարցը, ինչպես նաև օրենսդրական օրենքում փոփոխությունները, մեծամասնականի վերացումը, սահմանադրական փոփոխություններ, եթե հնարավոր է, եւ այս որոշ վերջի մի քանի պայմանների բավարարման դեպքում, ինչու՞ չէ նաև քննարկել հնարավոր այսպես համապետական ընտրությունների հարց։ Այսօր այդ օրակարգի կարիքը ոչ միայն այսօր է ծնվել, վաղուց է եղել։ Իշխանությունները դա արհամարել են կամ դիմադրել են ուղղակի իրենց շահերից չփխել։ Այսօր որտեղ իրավիճակ է փոխվել, ես կարծում եմ, որ հատկապես իմ ասած այն պատասխանատվությունը իրոք եթե դրսևորվի, որպես երկրորդ այսպես ժամանակաշրջան նախագահի եւ այդ քաղաքական կամքը լինի, ես կարծում եմ, որ այն օրակարգը, որ ընդդիմությունն է առաջարկում, դա մեր երկրի եւ ժողովրդի շահերից է փոխում, ներառյալ իշխանության, եւ հնարավոր է իսկապես հավասիկ այս փուլում այդ օրակարգը ձևավորել եւ գիրառության մեջ դնել։